Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Անկեղծ ասեմ, ես կարոտել եմ հեռուստատեսային այս տաղավարին։ Այս 3 տարիների ընթացքում ինչ Լոս Անջելեսում եմ փորձում եմ ամեն գնով ունենալ իմ հեռուստաժամը, որպեսզի այս տարբերակով ներկայացնել մեր անվանի մարդկանց, սպորտսմեններին, արվեստագետներին, բիզնեսի մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, իրենց գործով, իրենց մասնագիտությամբ բազմաթիվ մեդալներ ու մրցանակներ են նվաճում, որը փառք ու պատիվ է բերում ոչ միայն հեղինակին, այլ նաև մեզ, ովքեր լսելով ուրախանում ու հպարտանում են։ Ես պիտի շնորհակալություն հայտնեմ Վրեժ Աղաջանյանին, որ այդ առիթը ինձ ընձեռեց եւ այսուհետ յուրաքանչյուր շաբաթ հաջորդ օրը Կիրակի օրը կլինի նաեւ կրկնությունը, ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ իմ հերթական թողարկումը։ Այսօր խոսելու ենք մի մասնագիտության մասին, որ գրեթե բոլորիս հետ հանդիպում է առավոտյան, կեսօրին, ճաշին, ընթրիքին մի խոսքով։ Խոսքը խոհարարի մասին է։ Մարդով կարողանում է պատրաստել, համով մեզ հյուրասիրել, հրամցնել, եւ մենք ամեն անգամ, երբ որ վայելում ենք, ասում ենք շնորհակալ ենք, որ այսպիսի հետաքրքիր մարդիկ կան, ովքեր ընտրել են հենց այդ մասնագիտությունը։ Իսկ մասնագիտությունը ընտրում են սիրով, ոչ թե շրջապատի կարծիքը հաշվի առնելով կամ շահավետության սկզբունքից ելնելով։ Այսօր ես կզրուցեմ Մոնամիլա քեթրինգի հիմնադիր տնօրեն Արա Մկրտչյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ես Արա ջան։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, անկեղծ ասեմ, առաջին անգամ եմ ես խոհարարի հետ այս թեմայով զրուցելու, մրցանակների մասին խոսելու։ Ես ուզում եմ հեռուստադիտողներին նախ արդեն միջև զրույցը սկսելը ներկայացնեմ ահա այս մրցանակը, որ Արա Մկրտչյանը ստացա բոլորովին վերջերս ու ուրախացրեց, որ այն մարզական միջոցառումների կողմից է տրված մրցանակը։ Պատկերացնում եք, խոհարարը քեթրինգի մասնագետը մարզական միջոցառմանը լավագույն մասնակցություն, լավագույն սպասարկում կազմակերպելու եւ անցկացնելու համար կառույցը որոշել է հատուկ մրցանակ շնորհակալագիր, այսպիսի հրաշալի մի շնորհակալագիր գրված լավագույն խոհարարին, որի սնունդը պարզապես ուժ է տալիս մեր մարզիկներին։ Արա Մկրտչյան, thank you։ Առաջինն էր որպես մրցանակ։ Եղել են տարբեր շնորհակալագրեր, նմանատիպ, ասենք, գովասանագիր կամ պատվոգիր, բայց որպես պատվավոր մրցանակ առաջին անգամներ ու կարելի ասել իմ կյանքում շատ կարևոր, հատկապես այն առումով, որ դա հանձնվում է մրցաշարի շրջանակներում, սպորտային մրցաշարի, ի սկզբանե ճիշտ նշեցիք, որ խոհարար եւ սպորտ իրար հետ համատեղել եւ պարզվում է, որ կան մարդիկ, որ այո, նաեւ այս բնագավառում փորձեցին մեզ շնորհակալություն հայտնել, իդեպ ասեմ, որ հանձնված է միջազգային կազմակերպության կողմից, Nankov International կազմակերպության կողմից, ձյուդոյի, որը տեղի ունենում ամենամյա 1928 թվականից սկսած եւ վերջի 2 տարին մեր սպասարկման համար նրանք հատուկ շնորհակալություն հայտնեցին, նմանատիպ մրցանակ որևիցե մի քեթրինգ իրենց կողմից չի ստացել, առաջին քեթրինգն է, որ ստանում է եւ մենք արժանացանք այդ կարևոր պարտադրող, կարելի է այսպես ասել, նաեւ որպես հայ, որ նմանատիպ մրցաշարին մասնակցում ես,
Անակնկալ էր ձեզ համար սա։ Շատ իդեպ ասեմ շատ եմ հուզվել այդ առումով, քանի որ չես կարող պատկերացնել, որ կարող է ասենք գազ հասնես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ընտրելով այս մասնագիտությունը, ունենալով տարբեր մասնագիտություն, վերջի 15-16 տարին մնալով այս բնագավառում եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ 0-ից սկսելով տանջանքով, չարչարանքով ով կմտածեր, որ Վայքից նախկին Եղեգնաձորից պատանի մի տղա, ով նախկինում զբաղվել է սպորտով, հետո բանակ, հետո արտասահման տարբեր երկրներից, դեգերումներից հետո պիտի գար հասներ Միացյալ Նահանգներ ու ստանար այսպիսի բարձրագույն պարգև, որ գնահատականը տալիս է միջազգային մարզական խոշոր կառույցի ներկայացուցիչը։ Իդեպ ասեմ, որ ճիշտ նշեցիք, որ Եղեգնաձորում ապրելու ընթացքում դեռ մինչև բանակ գնալս զբաղվել եմ ըմբշամարտով, դեռ այն ժամանակ երազանք էր ու բնականաբար հայտնվել ձեր հաղորդման շրջանակներում ոչ թե խոհարար, այլ որպես մարզիկ, բայց արի ուտես, որ ճակատագիրը ինչ-ինչ պատճառներով թելադրեց լրիվ այլ հանգամանքներ։ Այ որ սպորտի բնագավառում լավ մարզիկ լիներ, այն ժամանակ անդրադարձան պայման չհասցրեցի մեդալներ նվաճել սպորտում։ Արա ջան, ուրախ եմ, որ քո այդ դժվար անցած ճանապարհի վերջակետը, որ այստեղ որոշել ես Միացյալ Նահանգներում բավականին ճանաչված արդեն հեղինակավոր Մոնամիլա այդ ընկերությունն է ստեղծել։ Երբ որ կարդում եք քո կենսագրականը, ես հասկացա, բացարձակ դու խոհարարության հետ կապ չես ունեցել։ Աշխատել ես որպես ոսկերիչ, եղել ես նաև դերասանական կրթություն ես ստացել, բայց ինչպես ընտրեցիր սա, ինչպես ընտրեցիր հենց այս մասնագիտությունը, ով եղավ այն ճակերտավոր մեղավորը, որ քեզ հուշեց կամ քեզ ստիպեց, որ դու պիտի ստանաս, որ դու պիտի դառնաս բարձրակարգ խոհարար։ Փորձեմ շատ կարճ, շատ մեծ պատմություն է, բայց կփորձեմ հակիրճ ներկայացնել այդ ամենը։ Դեռ տարիներ առաջ, երբ որ ապրում էի Գերմանիայում, դե բնականաբար այնտեղ կար խնդիրներ աշխատանքի հետ կապված, իմ ոսկերչական մասնագիտությունը, այսպես ասած, պետք չեկավ, այսինքն շատ դժվար էր այդ գործով աշխատել, դերասանությունը նույնպես, քանի որ լեզվի խնդիր կար եւ այսպես ասած գովաստ տարածելով ես մտա մի ռեստորան, որտեղ պետք էր մարդ, ով պետք է գովաստ տարածեր, այսպես գովաստ տարածելով, հետո կամաց-կամաց խոհարարը իրենց խոհարարը նաև տնօրենը խնդրեցին, որ ես օգնեմ այնտեղ որոշակի առումով, կամաց-կամաց եւ իրենք տեսան, որ իմ ձեռքից մեր հայկական ձևով ասած ամեն ինչ գալիս է, ասեցին ավելի լավ է դու մնա խոհանոցում։ Ներողություն, ճիշտ է, որ առաջին սովորաբար փորձությունը, երբ որ ուզում են իմանալ խոհարարություն գիտի թե չէ, տալիս են մի բան, ասում են մի հատ կտրտի սենց։ Արագ-արագ պիտի կտրես, մատը չկտրես։ Իրենք ոչ թե ասեցին կտրտի, այլ հանգամանքներից ելնելով ես տեսա, որ երրորդ խոհարարը դա այնտեղ ոնց որ ասած այսպես առաջի, երկրորդ, երրորդ լայներ կար, որ խոհարարները աշխատում էին։ Ես այդ պահին տեսա, որ երրորդ խոհարարը չի հասցնում օգնականներից, ասեցի կթողես, ես թույլ կտաս, ես այս կտրտեմ, վարում, բանջարեղեն, սենց խառը տարբեր բանջարեղեններ էր, երբ որ դանակը վերցրեցի, սկսեցի կտրտել, ինքը մի անգամից շեֆին կանչեց, ասեց մի հատ շուտ կգաս այստեղ, ասեց մի հատ նայի ոնց է կտրտում, առաջի անգամ ընդամենը վերցրել է դանակում, նայի ոնց է կտրում, ասեց այսօրվանից իմացի դու գովաս չես ցրում ու այդ եղավ պատճառ ես մնացի այդ ռեստորանում իդեպ ասեմ որ ընդամենը 2 տարի հետո ես դառել եմ այդ ռեստորանի թե շեֆ խոհարարը եւ թե մենեջերը ու ես նույնիսկ պատճառ եմ հանդիսացել որ նրանք խոհարարները 25 տարի երբեք նրանք արձակուրդի չէին գնացել ես եղա պատճառ որ նրանք կարողանան գնալ Եկար այստեղ Միացյալ Նահանգներ, Գերմանիայով երևի ավարտվեց, չէ՞ ձեր քո խոհարարական աշխատանքը, գործունեությունը։ Այո։ Դու Միացյալ Նահանգներ եկար երբ։ 2014 թվականից։ Մոտարապես արդեն 11 տարի այստեղ ես։ Ու արդեն հասցրել ես այս 11 տարիների ընթացքում
ամերիկյան այս մեծ շոու, այս բիզնեսում, այս որը որ ամենատարածվածներից մեկն է, որտեղ հայերս շատ ենք սիրում ուտել, խմել, լավագույններից լավագույնը, շքեղությունից շքեղը պիտի լինի քո ընտանիքում, քո առիթների ժամանակ, ինչպես ընդունվեց, ինչպես գնահատվեց հայերի կողմից, հետո օտարների մասին իհարկե անդրադարձ կանենք։ Իդեպ ասեմ շատ դժվար է եղել, ովքեր որ իմ կենսագրությանը, իմ գործունեությանը դեռ վաղուց ծանոթ են, թե ինչպես եմ ես այդ ամենը սկսել, ամբողջ Գլենդելը ոտքով քայլելով, որքան որ հայատար բիզնեսներ էի տեսնում, փորձում էի նրանց մոտ գործ գտնել, շատ դժվար էր, հատկապես որ ես չէի տիրապետում հայկական խոհանոցը, առաջնահերթ հարցերից մեկն այն էր, որ դու տիրապետում ես, ասենք հայկական խոհանոցին, բնականաբար ես ասում եի ոչ, Փոխարենն ասում էր գերմանականը լավ գիտեմ։ Եվ ասում եի, որ ինձ ընդամենը ժամանակ է պետք, որպեսզի այդ ամենին շատ արագ հարմարվեմ, սովորեմ, եւ գտնվեց այդպիսի մի ռեստորան, որ շատ պատահական մտա այդ ռեստորան, էլի պատահական ձևով ինձ ընդունեցին գործի եւ այդտեղից սկսվեց իմ գործունեությունը կամաց-կամաց աշխատելով շատ տարբեր ռեստորաններ, արագ սննդի ծառայություններում, տարբեր ոլորտներում եւ եկավ մի օր, որ այսպես ասած որոշեցի արդեն, որ ես ինքս իմը պետք է ունենամ եւ մարդիկ զարմանում էին, որ դեռ չունենալով որևիցե մի հնարավորություն, ես գնացի շատ մեծ ռիսկի եւ որոշեցի, որ պետք է թեկուզ 0-ից, թեկուզ այն չեղած հնարավորությունից ունենալ մի կազմակերպություն, որ կսիրվի, կճանաչվի եւ գործի դրվեց այն ամբողջ իմ գիտելիքները, փորձը, դերասանական, ոսկերչական մասնագիտությունների բոլոր ամենակարևորը ճաշակ։ Այո, եւ կամաց ունենք այնինչ ունենք այսօր եւ բնականաբար դրանով չենք սահմանափակվում, դեռ շարժվելու ենք առաջ։ Մի այսպեսի հարց է, որ միշտ ինձ հետաքրքրում է։ Սովորաբար մարդիկ ինչ-որ բան պատրաստելուց, երբ որ ասում են շատ համով է, ասում են հոգի եմ դրել այս ամենի մեջ։ Երբ որ մի բան պատրաստում ես, բավականին մեծ առիթներ կլինեն, տարբեր խնջույքների համար պատրաստվում ես դու, կապ ունի քո տրամադրությունը այդ ուտեստի պատրաստման մեջ, սովորաբար ազդում է տրամադրությունը։ Այո, շատ կարևոր է, դա կփաստեն նաև իմ խոհարար գործընկերները, երբ որ խոհանոցում տիրում է դրական մթնոլորտ, բնականաբար շատ հեշտ է պատրաստվում, այսպիսի մի ներքին ասացված կա խոհանոցում, ասում են հաճախորդը թեթև մարդը, դրա համար էլ այս ամեն ինչը շատ լավ է ստացվում, ասում են ծանր բնավորություն չունի, դրա համար էլ ամեն ինչը հեշտ է։ Իդեպ ասեմ, որ իմ խոհանոցում կապ չունի մարդու քանակը, թե որքանից ենք մենք պատվերը սկսում, երբ որ ես մտնում եմ խոհանոց, պարտադիր պետք է լինի երաժշտություն, կապ չունի օրվա որ ժամին, թեկուզ շատ ցածր, բայց ես այդ երաժշտության ներքո անպայման եւ ակամայից հիշեցի, քանի որ ես ինքս ծնվել եմ Եղեգնաձորում, Աղավնաձոր գյուղում, այնտեղ տեսել եմ, թե մեր տատիկները, մայրերը ինչպես էին այդ հարսանիքներին, ծնունդ կնունկ առիթներին պատրաստում ուտեստը լավաշ թխում եւ ասեմ, որ լավ հիշում եմ, որ երբ որ ալյուրը պետք է մաղեին, այդ ժամանակ նույնիսկ գումար էին գցում, ասում էին թո առատ լինի, մի խոսքով այսպեսի տրադիցիաներ կար, բայց բնականաբար այստեղ չես կարողանում նման բաներ անել, բայց այն երկ, պար, ուրախություն, որ տրամադրություն, անձնակազմի այդ տրամադրությունը բնականաբար նույնիսկ որ մենք գնում ենք, ասենք որևիցե մի առիթի, մարդիկ մնում են երբեմն զարմացած, ասում են ոնց որ մեր տան անդամը լինեք, մի անգամից ձուլվում ենք իրենց այդ մթնոլորտին, իրենց այդ երգում, պարում, ուրախանում, շատ անմիջական մթնոլորտ ենք ստեղծում, որ մարդիկ չկաշկանդվեն, չքաշվեն։ Ես նկատել եմ, որ առիթներ կան, որին մասնակցում եք, հատուկ հանդերձանքով եք գնում։ Օրինակ նավի վրա մի միջոցառում եք, ես այդ վիդեո տարբերակը տեսա,
դուք կապիտանի գլխարկով ու աշխատողները իր հատուկ գլխարկներով այդպես նավաստու գլխարկով կամ շորերով եք սպասարկումն անում։ Դա հատուկ ընտրություն է կամ։ Այո, ես իդեպ ասեմ, որ դա առաջի անգամ էր, որ նավի վրա ունենք նմանատիպ մեծ առիթ եւ բնականաբար, որպեսի թեմայի մեջ լինենք, որ այսպես ասած ժողովուրդն էլ շատ հիացած նայ մեզ ոչ թե որպես խոհարար կամ մատուցող կամ որևիցե մի աշխատող, այլ որպես նավի վրայի աշխատող եւ դա մեզ նայում ես մատուցողի նախորժակը բացվում է, չէ՞։ Եվ դա մեր մոտ շատ լավ ստացվել էր, իդեպ իրենք գալիս էին, իրենք մտածում են, որ հենց նավի վրայի աշխատակիցներն են այդ գլխարկները, այդ հանդերձանքը նվիրել մեզ, բայց մենք ասում ենք, չէ, հատուկ մեր կողմից է գնված, հատուկ այսօր։ Հիշում եք ձեր առաջին սովորաբար նախ հարցս էսպես ձևակերպեմ։ Ինչու Արա Քեթրինգ չէ, այլ Մոնա Միլա։ Որտեղ միշտ անուններով էստեղ ես միջև հիմա հիշում եմ Քեթրինգ Սուրային ասում, Սուրեն ինքը Աստված հոգին լուսավորի չկա, բայց անունը միջև հիմա կա։ Անունով չի, բայց հիշում եք։ Այո։ Ինչու Մոնա Միլա։ Ինչու Մոնա Միլա կար տարբերակներ, շատերն էին ինձ ճանաչում որպես շեֆ Արա, քանի որ երբ որ Instagram-ը պետք է պրոֆայլ բացվեր, այդպես դեռ այն ժամանակ ընտանիք չունեի, երեխաներ չկար, եւ տենց իմ ընկերների խորհրդով ասեցին գրի շեֆ Արա, ու այդ ձև մնաց երկար տարիներ մեր համայնքում ինձ ավելի շատ ճանաչում էին շեֆ Արա, երբ որ արդեն Քեթրինգը պետք է բացի։ Շեֆ Արա, քեֆ Արա, չէ՞։ Շեֆ Արա, քեֆ Արա։ Եվ երբ որ պետք է քեթրինգը բացեի, այդ ժամանակ արդեն ունեի ընտանիք, 2 բալիկներ, եւ արդեն ընտրություն կար, թե ինչպիսի անուն ընտրել։ Բնականաբար ես ինչու համար ընտրեցի հենց հատկապես իմ բալիկների անունը, նախ առաջինը իրենք ավելի հնչող են, ավելի հիշվող են, ու այսպես ասած ոչ հայկական, քանի որ մենք աշխատում ենք ոչ միայն հայկական շուկայի հետ, այլ նաև տարբեր շուկաների հետ, ամերիկյան շուկայի հետ նույնպես, ցանկություն առաջացավ, ինչ չէ, Մոնա Միլա եւ իմ 2 բալիկների անունը դրեցինք հենց Քեթրինգի վրա։ Մոնիկա Միլենա։ Մոնիկա Մալենա։ Ենթադրում եմ, որ այդպեսին պիտի լինի։ Մոնիկա Մալենա, իրանց ինչպես ընդունված է ասել, իրանց middle անունները Մոնա եւ Միլա։ Իդեպ ասեմ, որ նաև մենք որդեգրել ենք իմ բալիկների հետ կապված այդ սկզբունքը, ինչը որ կապված է երեխաների հետ, մաքրություն, պարզություն, ազնվություն, նաև համովություն։ Այն ինչը կապված է բալիկների հետ, ի սկզբանե ներդրվել հենց քեթրինգում, այդ ձև էլ շարունակում ենք։ Այսինքն ամեն անգամ երբ որ համ տեսեն, պիտի ասեն, ինչ համով էր Մոնա Միլան, չէ՞։ Բնականաբար։ Այս աշխատանքը մեծ սպասարկում է պահանջում, թիմային մեծ աշխատանք է պահանջում։ Կարողացել ես արդյոք համախմբել մարդկանց, ովքեր արդեն յուրաքանչյուրը իր աշխատանքի ձևը, չափը գիտի, ով ինչով պիտի զբաղվի։ Թիմային աշխատանքը դժվար, բայց պատասխանատու է նաև, չէ՞։ Բնականաբար, կարող եմ ասել, որ քեթրինգը ավելի դժվար է, քան ռեստորանային կամ բանկեթոլային, քանի որ այնտեղ արդեն դրված է սիստեմ, եւ այնտեղ միանգամից երբ որ հաճախորդը գալիս է եւ օգտվում է միանգամից այդտեղ դրված սիստեմից։ Իսկ յուրաքանչյուր քեթրինգի հետ աշխատելուց հաճախորդը կարծես թե քո հետ բացում է մի նոր խոհանոց, մի նոր ռեստորան։ Այսինքն դու իր հետ ստեղծում ես մի նոր մենյու, ստեղծում ես պայմաններ, քանի որ դու գաղափար անգամ չունես ինքը, ասենք, տունը կանի այդ առիթը, իր բակում կանի, սարի վրա կանի, նավի վրա կանի, որտեղ կանի, գաղափար անգամ չունես։ Դու պետք է իր հետ, այսպես ասած, սկսես մի նոր գործ, որ ինքն էլ պետք է պատկերացնի, վիզուալ պետք է այդ ամեն ինչ պատկերացնի, թե վերջում ինչ է ստանալու այդ ամեն ինչը։ Դուք նաև ձևավորումն եք ապահովում, այսինքն դեսերտային հատվածն եք ապահովում, չգիտեմ, տարբեր բաներ։ Մի քանի կազմակերպությունների հետ համագործակցում եք, որ լիարժեք լինի սպասարկումը, ամեն ինչի չէ բառ չկա ձեզ մոտ, չէ, ինչքան հասկացա։ Իդեպ ասեմ, որ այդ առումով մենք արդեն որ 3-րդ ամիսն է ունենք, այսպես ասած A to Z package, որը որ ընդգրկում է բոլոր ծառայությունները իր մեջ, այսպես ասեմ Վարդան ջան, որ մենք մեր տանտիկիներին զրկել ենք բոլոր տեսակ հոգսերից, այսինքն իրենք կարող են պատվիրել ցանկացած քեթրինգ, ցանկացած միջոցառում
նույնիսկ տան մաքրությունից սկսած մազ, մեյքափ, այդ ամեն ինչը, ասենք վալե պարքինգն է, շամպայն քեյթրինգն է, խավիարն է, այսկրիմն է, մի խոսքով, այսպես ամեն ինչը ընդգրկված, այսինքն ինչ որ ինքը ուզում է, որ իր քեյթրինգի ժամանակ լինի, ճիշտ նշեցիք, որ չէ բառը չկա, այսինքն ամեն ինչ անում ենք, որ մարդիկ իրենք իրանց առիթին հյուրի կարգավիճակում լինեն։ Ես հիմա հեռուստադիտողներին առաջարկում եմ այստեղ տաղավարում խոհարարին հյուրընկալելով, բնականաբար նաև մի անակնկալ պիտի նա մեզ համար պատրաստեր։ Տաղավարում գտնվում է Արա Մկրտչյանի Մոնամիլեի հրաշք մի հավաքածու, ուտեստների հավաքածու, տոնական հավաքածու, քանի որ Քրիսմաս է շուտով, որոշեց նաև տոնածառի տեսքով այսպես ներկայացնել, վայելենք այս ամենը իրականում շատ գեղեցիկ է, սա օրիգինալ տարբերակ է, կարծում եմ, մտաղացումը քոնն է, թե այո, բնականաբար իմն է եւ շատ նմանատիպ մտահղացումներ ունեմ, դեռ բաներ էլ կա, որ չեմ հասցրել իրականացնեմ ժամանակի առումով։ Իդեպ ասեմ, որ այս տարբերակը արդեն որ երրորդ անգամն է, որ մեր հանրությունը արդեն շատերը օգտվել են, երբեմն շփոթում են շոկոլադի հետ, այս սոուսը շփոթում են շոկոլադի հետ եւ գալիս են ասում են միթե համադրելի է, ասենք շոկոլադը մսեղենի, ձկնեղենի հետ, բայց ովքեր որ արդեն հասցրել են օգտվեն, գիտեն, որ Մոնամիլա սոուսը, որը որ պատրաստում է իմ կողմից ժամերի ընթացքում, դա այն սոուսը չի, որ շատ արագ պատրաստում է, դա եփվում է մոտավորապես 13-ից 15 տեսակ համեմունքներով, ամեն ինչով իրար հետ եփվում է եւ շատ, այսպես ասած, այնպիսի սոուս եմ փորձել ստանամ, որ համադրելի լինի թե մսեղենի հետ, թե ձկնեղենի հետ։ Այս մրցանակը, որ ստացակ, երևի ամենաշատը, որ սպասարկվել է, որ այցելուներ, այսպես ասեմ, մոտ 500 հոգի մասնակից են եղել։ 500-ի համար էլ պատրաստել եք։ Իդեպ ասեմ, որ առանց տրտնջալու։ Իդեպ ասեմ, որ 500, հետո մեզ անակնկալ արեցին, ասեցին, որ մի օր առաջ էլ պետք է մարզիկները, մարզիչները, այսպես ասած, ոչ մրցույթային կարգավիճակում մոտ 250 հոգի, եղան 750 հոգի եւ մենք 3 օրում 750 հոգու սպասարկել ենք։ Դա ամենաշատ թիվն է եղել։ Ամենամեծ թիվն է եղել, որ 3 օրում 750 հոգու մենք սպասարկել ենք։ Իդեպ ասեմ, այս տարի չնայած նրան, որ տեղի հետ կապված, որ թույլ չտրվեց, որ մենք մասնակցենք զուտ տեղի առումով, քանի որ ցանկությունը մեծ էր, որ էլի մենք տանք, բայց գիտեք, կան պայմաններ, որ իրենք չեն կարող խախտել։ Այստեղ շատ խիստ է դրված։ Այո, երբ որ ինձ կանչել էին, որ անակնկալ անեն եւ մրցանակը հանձնեն, 2 տարի բնականաբար մարդիկ տեսել էին, արդեն հիշում էին, ճանաչում էին, երբ որ ինձ համը մնացել էր բերան։ Այսպես ասած, մոտենում էին, ասում են, խնդրում ենք, կարաս մի բան բերես, դուրս գանք, դուրսը գանք, մի բան ուտենք, ասում էր, որովհետև ոնց որ ասած չենք կշտանում կամ էլ այդ արդեն այդ ձեզ ասած արդեն այդ համը մնացել էր իրանց բերանը, ոնց որ սպասում էին դրան, բայց հուսանք եկող տարի միգուցե տեղի հարցը կլուծեն եւ նորից մենք կվերադառնանք այդ մրցաշարի շրջանակներում։ Մոնամիլան կամ Արա Մկրտչյանը ունի արդյոք էքսկլյուզիվ բրենդային մի ճաշատեսակ, մի ուտեստ, որ առայժմ ոչ ոք դեռ չի փորձել ներկայացնել կամ ոչ մեկի մտքով անգամ չանցել, որ կարող է նման բան պատրաստել ու բոլորին զարմացնել։ Բնականաբար, ինչպես շատ ու շատ խոհարարներ, որ ունեն իրենց յուրահատուկ ուտեստը, որ փորձում են, այսպես ասած, որ գաղտնիքները դուրս չկա, որ մնա, այսպես ասած, իրենց շրջանակներում եւ մնա որպես իրենց ուտեստ, ես նույնպես ստեղծեցի մի յուրահատուկ, այսպես ասած, ձկնային տորտ, ինչպես ասում են seafood cake, շատ երկար տևեց այդ ամենը, մոտավորապես 3 տարի ես տանջվում էի այդ տեխնոլոգիայի վրա, այդ կրեմի վրա, թե ինչպես անեմ, ոնց պատրաստեմ, որ չփչանա կամ ասենք այդ համադրությունը արդեն շատերը արդեն հասցրել են օգտվեն, իդեպ ասեմ, որ
նույնիսկ զարմանում են, երբ որ տանում են որևիցե միտեղ, մարդիկ զարմանում են, ասում են ինչու եք խմորի վրա շրիմպները կամ այդ ծովամթերքը շարել բերել, հետո պարզվում է, որ այդ ամբողջովին ծովամթերք է եւ անսպասելի է լինում իրանց համար եւ դրանով, այսպես ասած, ինքը դարել է բրենդային, ովքեր որ հասցրել են օգտվեն, արդեն գիտեն։ Ինձ թվում է դա կլինի ձեր հաջորդ մրցանակը, որ կշնորհվի նման ինքնատիպ յուրահատուկ համով, տեսքով պատրաստված այդ seafood cake-ը, անպայման կարծում եմ նաև գնահատականի կարժանանա, բայց ես ուզում եմ հավատալ, որ Արամ Մկրտչյանը իր Մոնամիլայով դեռ կշարունակի զարմացնել մարդկանց համի զգացողությունը, համը գնահատող, համով ուտելու արվեստը գնահատող մարդկանց եւ նոր մրցանակներ դու դեռ անպայման կնվաճես։ Խոստանում եմ, եթե հաջորդ մրցանակը եղավ, ես կրկին, որտեվ խոսելու շատ առիթ ունենք, շատ բան կա պատմելու, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ եկեք այսօր բավարարվենք այսքանով Արամ Մկրտչյանի ստեղծագործական արվեստին, խոհարարական արվեստի մի փոքրիկ մասը փորձեցինք ներկայացնել։ Եթե երկմտանքի մեջ եք, պարզապես կարող եք օգտվել եւ հավատալ, որ ես երբեք սուտ բան չեմ ասում։ Ես սիրում եմ ասել այն, որը կա, որը իրական է, որը համով է, որը շատ գեղեցիկ է։ Այսքանը մի մեդալի պատմությունն էր ABC եթերում, իմ հյուրը խոհարար, տաղանդավոր մարդ, լավ անձնավորություն, լավ հայ Արամ Մկրտչյանը իր Մոնամիլայով կհանդիպենք ստեսյուն։ Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում